Իմանամ, թողեմ քեզնես, ասեմ ստեղա։ Իսկ դուք ով եք, որ ես ձեզ պետք է բացատրություն տամ, կասեք։ Անունս Դովլաթյան Ռաֆայել, կարճ Ռաֆո։ Բա դու ով ես։ Մհեր։ Հիմա կասեք, Դիանան էստան է ապրում, թե ոչ։ Մհեր։ Դու էստեղ ինչ ես անում։ Բարև Դիանա։ Ես կուզեի մենք խոսեինք, բայց առանց ականատեսի։ Լավ, Ռաֆո ջան, մենք պետքա խոսենք, լավ կլինի գնաս։ Հա, Դիան ջան, հարց չկա, էլի խոսացեք, բայց մինչև չիմանամ ես մեր աղբերն ով է, քեզ մենակ չեմ թողի։ Ռաֆո, Արմանիս պապան է։ Հիմա մենակ կթողնես։ Հա, Արմանի պապան է, հա։ Լավ դե, դուրսն եմ, ներքևն եմ, հենց վրազ բան պետք լինի խաբար կանես բան։ Մհեր անցիստի։ Նստի մհեր։ Ով էր, Ռաֆո էր, ինչ էր, ով էր։ Ռաֆոն մեր գյուղի ազգականներից էր, պիտի ժամանակավոր էստեղ մնա։ Դու ինձ ասա, տանս հասեմ որտեղից ես գտել։ Դա ինչ կարևոր է Դիանա, թե որտեղից։ Խնդրում այդ հեգնական տոնդ վերջացրու։ Դիր մի կողմ, հա։ Ուր է երեխան, ես ուզում եմ նրան տեսնել։ Դպրոցում է, մի ժամից նոր տանը կլինի։ Դիանա, ես ուզում եմ, որ ԴՆԹ-ի անալիզ անցնենք։ Ես ուզում եմ համոզվեմ, որ Արմանը իմ երեխան է, թե ոչ։ Լսի, դու ինձ լակոտի տեղ ես դրել։ Կարող է գիտես քո առաջ լակոտ է կանգնած։ Ինձ եկել ես հիմար բաներ ես խոսում։ Քեզ ինչ ա թվում, ես այսքան տարի քեզ խաբել եմ, որ ասում եմ այդ երեխեն քեզնից ա, ուրեմն քեզնից ա։ Ինչ ես եկել ու ինձ վիրավորում ու հիմար բաներ խոսում։ Լսի Դիանա, ես երկար եմ մտածել։ Ես ուզում եմ ձեզ հետ ապրել։ Ուզում եմ ձեզ օգնել։ Բայց ինձ համար շատ կարևոր է, որ իմանամ Արմանը իրոք իմ երեխան է, թե ոչ, թե չէ ես մի կոպեկ անգամ չեմ ծախսի։ Չես ամաչում, Մհեր։ Ինձ քո կեղտոտ փողերը պետք չեն։ Կարաս այդ փողերը քեզ պահես, որովհետև այս աղջիկը կարողանում է նորմալ աշխատել։ Ես կարողանում եմ իմ ու քո երեխուն տիրություն անել, լսեցի՞ր։ Իսկ ես հիմարի պես սպասում եի, որ կգաս ու կասես, որ իրոք փոշմանել ես, մեջդ խիղճ արթնացել ու ուզում ես միասին ապրենք։ Դիանա, ինձ համար շատ կարևոր է, հասկանում ես։ Ես ուզում եմ իմանամ այդ երեխան ինձնից է վերջո, թե չէ։ Սա քեզ վերջին հնարավորությունն է։ Այդ դրանից հետո ես արդեն ձեզ հետ կապրեմ։ Ես ուզում եմ հասկանամ իմ կոպեկ անգամ ուր է գնում։ Մհեր, ես փողոցային կին չեմ։ Դու շատ լավ գիտես, որ այդպիսինը չեմ էլ եղել։ Ու դու նաև շատ լավ գիտես, որ դու ես ինձ խաբել։ Չպատմեմ այդ պատմությունը նորից։ Լավ։ Ես կթողնեմ, որ դու այդ ԴՆԹ-ի անալիզը անես, զուտ նրա համար, որ համոզված լինես, որ այդ երեխեն քոնն է։ Իսկ ինչ վերաբերվում է համատեղ ապրելուն, Այդ ուրիշ բան, թե չէ որ հրաժարվում ես, մեջ ես անկախիզնից կասկածները մտնում։ քեզ ինչ ա թվում, որ այս ամեն ինչից հետո ես քո հետ պիտի ապրեմ։ Ոնց։ Դու ես ամբողջ ժամանակ այստեղ ես եղել, դու լսել ես մեր խոսակցությունը։ Դիան ջան, դե ասի նարսակի ստեղ մնամ, էլի, ես իմ մարդ ես։ Լավ, հեսա երեխեն եկավ, իրար հետ տիշնեք ներքև խան, չէ բարես։
Հա, պապ ջան։ Ինչ? Պապ? Ես ճիշտ լսեցի։ Դիանա, խնդրում եմ ինձ բացատրի հիմա ինչ է կատարվում այստեղ։ Մհեր ջան, հանգստացի, ստե ինչ որ անիմաստ խառնաշփոթ է։ Դու այնց ինչ որ դու մտածում ես։ Երեխու հայրը դու ես, բնական է, իսկական հայրը դու ես, ինքը սխալվել է, չէ՞։ Յա, իմ իսկական պապան Ռաֆոնն է։ Էն ինչ, երեխան ասում է ճիշտ է։ Քեզ հետ եմ խոսիր։ Օպարա, ձերդ մի բարձր այդ տղա։ Դու ինձ մի ասե ես ինչ եմ։ Ականջներդ մաքրի, երեխուն կասենք մի հատ էլ կկրկնի, ու կիմանաս ով եմ ես։ Պաստորեն, դուք էլ հաստատում եք, որ դուք եք երեխայի հայրը։ Չէ, մհեր, ես ինչ ես խոսում։ Ինքը այստեղ որպես երեխայի հայր է աշխատում։ Պապայա, դե ինչ եմ ասում։ Դե չգիտեմ ինքը ով է ես։ Ու դու դեռ 30 ես, նայում ես աչքերիս ու ասում ես, որ ես եմ երեխայի հայրը։ Ես։ Այնինչ երեխան արդեն թե ինչ եկա։ Ոչ ծնողներս, ոչ ես չէինք ուզում, որ ես գայի։ Մենք գրեթե վստահ էինք, որ երեխան իմը չի, հասկանում ես։ Դու ինձ 8 տարի շարունակ պահել ես այդ մեղավոր զգացողության մեջ։ Այնինչ դու, չգիտեմ, ինչ-որ մի գեղացիկ գաթայից երեխա ես բերել ու ինձ էլ ստում ես, թե բարեկամդ ան ու նա ձեզ հետ ապրում է այս տանը։ Խնդրում եմ ճիշտ հասկացի, էլի դու սխալ ես հասկանում ես ամեն։ Ձայն է տայլիր։ Արա, հանգստացի արա։ Արիստելը ասեմ ով է լիր, փայտ տղա։ Մոտիկա։ Ես ինչ վայ։ Թող։ Դու Քրիստոս այն։ Բայց երկուսը դեռ գնացեք ստեղից։ Ես այսպես չեմ թողնի, լսեցիր։ Այ Ռաֆայել Բեդովլատյանն էս ինչ ասել։ Յաթրծի։ Արա, փոխեք կնաուս դիքստից արա։ Լսի քեզ ինչ եմ ասում։ Դու են հենց հիմա վեր ես կանում ու գնում ես այս տնից, որովհետև այս ամեն ինչի պատճառը դու ես, որովհետև եթե դու չլիներ, երևի ես կապրեի մհերիակ, ես չգիտեմ։ Հանգստացի միան, Դիան, հանգստացի։ Ես հանգիստ եմ։ Հերիքա գորած վրես։ Ես քո պատիվն եմ պահում, իսկ դու քո տեղը ուրիշներ հիմա այսինչ շնորհակալություններ հայտնի։ Ես այսինչ շնորհակալ եմ, կարած գնաս այս տնից։ Հաստատ։ Հա։ Արման, տղես, ինչ ա եղել քեզ, խոսա էլի, կուզես են քո համեղ կոնֆետներից տամ, որ սիրում ես, Արման, գիտես արի ինչ անենք, Արի գնանք խանութ, ես քո համար նոր ֆուտբոլի գնդակ առնեմ։ Կուզես շորերն էլ նորը կվերցնենք։ Որ թիմին ուզում ես, այդ կվերցնենք։ Արման, տղես, այտենց չի կարելի։ Ոչ հաց ես ուտում, ոչ մի բան չես անում, ոչ էլ խոսում ես, իմ հետ այտենց մի վարվի, բալես։ Ուֆ։ Ես իմ Ռաֆո պապային եմ ուզում։ Հալո, Դիաննա, պետք է խոսանք։ Լավ։ Արման, տղես,
Ինչի՞ չես ասել, որ շարադրություն ես ունեցել։ Ինչի՞ չես ասել, որ հիմա էլ անբավարար գնահատական ես ստացել։ Քո հետ եմ։ Կարաս վերջապես խոսաս։ Ինչա քո հետ կատարվում։ Ես քո համար անակնկալ ունեի։ Բայց դու քեզ քանի որ սենց վատ ես պահում, ոչ մի բան էլ չեմ անի։ Ինչ տեսնում եմ։ Ալո։ Հա Ռաֆո ջան։ Ուզում ես հանդիպենք։ Անպայման կհանդիպենք։ Որտեղ։ Եղավ, չէ, երեխան չի գալու։ Ես իրան պատժում եմ, որովհետև ինքը իրան լավ չի պահում։ Տամ իրան։ Ռաֆո, Հա ջան, բալես։ ուր ես։ Որ նենց հիմա շրջվես կտենաս։ Ռաֆո, Ոնց ես։ Հաշվի առնելով փոքրիկի ապրումները, Դիանան Ռաֆայելին խնդրում է ապրել իրենց բնակարանում, որն էլ վերջինս մեծ սիրով ընդունում է։ Համատեղ ապրելով նույն հարկի տակ, Դիանան նույնպես կապվում է Ռաֆայելին, իսկ որոշ ժամանակ անց, զգալով Ռաֆայելի նվիրվածությունը եւ նրա մարդկային դրական հատկանիշները, իրենց հետագա կյանքն առանց նրա ուղղակի չի պատկերացնում։ Մի քանի ամիս անց նրանք ամուսնանում են։ Ռաֆայելը վերջապես աշխատանք է գտնում, իսկ ամուսնությունից 1 տարի անց ծնվում է Արմանի քույրիկը։